Լուսանկարչությունը ինձ համար արվեստ է, որի միջոցով իմ ներաշխարհը կարողանում է պատմել այն, ինչը չեմ կարողանում բառերով նկարագրել կամ բացատրել։ Ես Հայկ Դոմբրյանն եմ, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից, մասնագիտությամբ լուսանկարիչ և օպերատոր եմ։ Սիրում եմ նկարել հիմնականում գեղարվեստական բնույթի աշխատանքներ, քանի որ նրանց մեջ տեսնում եմ խորը պատմություններ։ Մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը սկսվել է դեռ դպրոցական տարիներից։ Ամեն առավոտ, երբ գնում էի դպրոց, արևածագի գույներն առանձնահատուկ կերպով գրավում էին ինձ։ Մի քանի րոպե կանգնում էի, վայելում արևածագի գույները և հեռախոսով լուսանկարում։ Դա դարձել էր իմ ամենօրյա սովորույթը։ Տարիներ անց, երբ նայում էի այդ լուսանկարները, նույն զգացողություններն էի ապրում, ինչ այն պահին, երբ կանգնած հիանում էի արևածագով։ Իմ մեջ տպավորվեց այն փաստը, որ լուսանկարը պահը ֆիքսելու միջոց չէ։ Այն կարող է պահպանել և փոխանցել զգացողություններն ու ապրումները։ Այդ փաստը ինձ էլ ավելի մոտեցրեց լուսանկարչությանը։ Ես սկսեցի այն ընկալել որպես արվեստ։ Դպրոցն ավարտելուց հետո, երբ ընդունվեցի Բերդի բազմագործառութային պետական քոլեջ, զբոսաշրջության բաժինը, այդ փուլում բավականին մեծ անորոշություն կար։ Երկար ժամանակ մտածում էի, թե ինչ մասնագիտությամբ եմ ցանկանում շարունակել իմ ճանապարհը։ Երբ ստացա նվեր, իմ առաջին Canon ֆոտոխցիկը, ոգևորվելով սկսեցի համացանցում փնտրել հայ հայտնի լուսանկարիչների, նրանց աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով։ Պատահաբար տեսնելով Սուրեն Մանվելյանի էջը, շատ հավանեցի նրա աշխատանքները։ Երկար ուսումնասիրելու ընթացքում հասկացա, որ նա ունի ֆոտոդպրոց, հեռակա և առկա ուսուցմամբ։ Շատ ուրախացա այն փաստից, որ քոլեջի ուսման հետ մեկտեղ կարող եմ նաև սովորել ֆոտոդպրոցում, հեռավար տարբերակով։ Դիմելով Սուրեն Մանվելյանին ընդունվեցի ֆոտոդպրոց։ Ֆոտոդպրոցն ու քոլեջը համատեղելով, 1 տարի անց ավարտեցի ուսումս։ Նպատակ դրեցի գյուղում ստեղծել փոքր լուսանկարչական աշխատասենյակ։ Երկար մտածելուց հետո սկսեցի պատկերացնել իմ ապագա աշխատասենյակի տեսքը։ Կատարեցի առաջին գծագրությունները և որոշեցի ամեն ինչ իրականացնել իմ սեփական ուժերով։ Այդ նպատակով գնացի Երևան, աշխատեցի որպես բանվոր, որպեսզի կարողանամ շուտ գումար հավաքել անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու ու ապագա աշխատասենյակը վերանորոգելու համար։ Մոտ 1 տարի աշխատելուց հետո վերադարձա գյուղ և իրականացրի իմ նպատակը։ Մեր տան մի անկյունում բացեցի փոքր աշխատասենյակ և սկսեցի իմ լուսանկարչական գործունեությունը գյուղում։ Այդ պահը ինձ համար կարևոր սկիզբ էր, որովհետև առաջին անգամ հնարավորություն ունեցա իմ գիտելիքներն ու սերը լուսանկարչության հանդեպ վերածել աշխատանքի։ 2025 թվականին սկսեցի իմ մասնագիտական գործունեությունը և մինչ օրս շարունակում եմ աշխատել ու զարգանալ։ Նույն թվականից աշխատում եմ Տավուշ հեռուստաընկերությունում։ Որպես թղթակից պատմում եմ Բերդ համայնքի իրադարձությունների մասին, փորձում եմ գտնել հետաքրքիր մարդկանց, հետաքրքիր կերպարներ և նրանց պատմությունների միջոցով հանրությանը ցույց տալ մեր սահմանապահ տարածաշրջանի գունեղ ու կենսունակ պատկերը։ Դժվար է պատկերացնել, որ լուսանկարչությունը գյուղում կզարգանա, բայց հուսով եմ դա կլինի, որովհետև գյուղում ավելի ասելիք կա, գյուղում կա կյանք, կա պատմություն, ստեղծագործ մարդը չի կարող դա չնկատել, ապագա տեսնում եմ, կարծում եմ մարդիկ կգնահատեն ստեղծագործական աշխատանքները և արժեք կտան այս աշխատանքին։ Վերջերս մասնակցեցի Witness Your Country միջազգային մրցույթին, որը կազմակերպել էր Leica Camera Central Asia Caucasus-ի կողմից։ Մրցույթը համախմբել էր 5 երկիր, 957 մասնակից և ավելի քան 3700 լուսանկար։ Միայն Հայաստանից ներկայացվել էր մոտ 1500 աշխատանք։ Եզրափակիչ փուլ են անցել 29 լուսանկար, որոնց մեջ կար նաև իմ աշխատանքը։ Վերջնական ընտրված 1 հաղթող լուսանկարը, որը կներկայացներ Հայաստանը, նրա հոգին, լույսը, ռիթմը և պատմությունները եղել է իմ լուսանկարը։ Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել և ներկայացնել Հայաստանը։
Այս հաղթանակը ինձ համար ոչ միայն մեծ ձեռքբերում էր, այլ նաև կարևոր ապացույց, որ տարիների ընթացքում անցած ճանապարհը, ներդրված աշխատանքն ու լուսանկարչության հանդեպ մեծ սերը կարող է գնահատվել նաև միջազգային հարթակներում։ Հիմա նպատակ ունեմ նաև խորանալ ֆիլմարտադրության ոլորտում և մրցանակ կամերան ինձ հնարավորություն կտա նկարել ոչ միայն լուսանկարներ, այլ նաև կարճամետրաժ ֆիլմեր։ Բոլորս էլ մեր հոգու խորքում ասելիք ունենք, և որպես ստեղծագործ մեր պատմությունը, մեր ասելիքը արվեստի միջոցով կարողանում ենք պատմել, կարողանում ենք ներկայացնել մարդկանց, թե ինչ է կատարվում մեր ներսում և այդ ներսի պատմությունը մարդիկ տեսնեն։ Ես չեմ պատմում աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, այլ ցույց եմ տալիս այնպես, ինչպես ես եմ տեսնում ու զգում։ Լուսանկարը իմ հայացքն է աշխարհի, մարդու և ժամանակի մասին։